Բարև ձեզ, ես կներկայացնեմ 2025 թվականի քիմիաուսուցիչների կամավոր ատեստացիայի այս խնդրի լուծման իմ տարբերակը, որը ինձ մոտ 29-րդ համարն էր, ձեր մոտ կարող է լինել ուրիշ համարի տակ։ Որոշակի զանգվածով նատրիումի պերօքսիդի և կալիումի գերօքսիդի փոշիների խառնուրդում նատրիում տարի զանգվածը 8 գրամով փոքր է կալիում տարի զանգվածից, տեղավորել են ածխաթու գազով լցված փակ անոթում և ռեակցիաների ավարտից հետո պարզվել է, որ ճնշումն անոթում չի փոխվել։ Պետք է որոշենք ելային խառնուրդի զանգվածը և թե որքան է թթվածնի զանգվածը։ Առաջին հերթին գրենք ռեակցիաների հավասարումները։ Նատրիումի պերօքսիդը ածխաթու գազի հետ առաջացնելու է նատրիումի կարբոնատ և թթվածին, կալիումի գերօքսիդը ածխաթու գազի հետ առաջացնելու է կալիումի կարբոնատ և թթվածին։ Հավասարեցնում ենք ռեակցիան։ Նշանակենք նատրիումի պերօքսիդի քանակը X մոլ, կալիումի գերօքսիդի քանակը Y մոլ։ Եթե ունենք X մոլ նատրիումի պերօքսիդ, հետևաբար կունենանք 2X մոլ նատրիում։ Y մոլ կալիումի գերօքսիդի պարագայում կունենանք Y մոլ կալիում։ Ըստ ռեակցիայի պայմանի նատրիումի զանգվածը 8 գրամով փոքր է կալիումի զանգվածից։ Հետևաբար կկազմենք առաջի հավասարումը։ 2x անգամ 23-ը հավասար է 39y հանած 8։ Հիմա անդրադառնանք երկրորդ նախապայմանին։ Փակ անոթում, ինչպես գիտենք, գազի պարամետրերը կարգավորվում են Մենդելեև-Կլապեյրոնի հավասարումով։ Այստեղ R-ը հաստատուն է, անոթի ծավալը նույնպես հաստատուն է, և եթե ջերմաստիճանը ևս չի փոխվում, իսկ խնդրի պայմանում շեշտված չի ջերմաստիճանի մասին, մենք այստեղից ենթադրում ենք, որ ջերմաստիճանը չի փոխվել, նշանակում է գազերի մոտ փոփոխական մնում է միայն ճնշումը և քանակը։ Առաջին սկզբնական պայմաններում, եթե մենք ունենք P1 V-ն հավասար է N1 RT, վերջնական պայմաններում, եթե P2 V-ն հավասար է N2 RT և հարաբերենք այս երկու հավասարումները, ապա կրճատելով հաստատուն մեծությունները ստանում ենք, որ P1-ի հարաբերությունը P2 հավասար է N1-ը N2, այսինքն քանի անգամ մեծանում կամ փոքրանում է ճնշումը, այդքան անգամ պետք է մեծանա կամ փոքրանա գազի քանակը կամ հենց գազի ծավալը։ Հիմա քանի որ ըստ պայմանի ճնշումները չեն փոխվել, դրանից հետևում է, որ գազերի քանակները նույնպես չեն փոխվել։ Այսինքն մենք այստեղ կարող ենք ասել, որ NCO2-ը հավասար է N թթվածնին։ Եվ բնականաբար, եթե մենք նշանակել ենք պերօքսիդը X մոլ, ապա X մոլ CO2 է ծախսվել և 2-ից 1 0.5 X մոլ թթվածին է առաջացել առաջին ռեակցիայում և 4-ից 2 0.5 Y մոլ CO2 է ծախսվել, 4-ից 3 0.75 Y մոլ թթվածին է առաջացել։ Համաձայն այս նախապայմանի, որ ճնշումը չի փոխվել, մենք կարող ենք ասել, որ
CO2-ի քանակը, այսինքն x պլյուս 0,5y-ը, հավասար է ստացված թթվածնի քանակին 0,5x պլյուս 0,75y։ Լուծելով այս հավասարումը ստանում ենք մենք հետևյալ կախումը, որ y-ը հավասար է 2x, տեղադրում ենք առաջին հավասարման մեջ, այսինքն 46x-ը հավասար է 39 անգամ 2x հանած 8 և x-ի արժեքը ստանում ենք 0,25, այսինքն մենք ունենք 0,25 մոլ պերօքսիդը, y-ն էլ 2x է և 0,5 է, ուրեմն մենք ունենք 0,5 մոլ գերօքսիդը։ Եվ անցնենք մեր ենթահարցերի պատասխաններին։ Խառնուրդի զանգվածը կլինի 0,25 անգամ 78, սա պերօքսիդի մոլային զանգվածն է, գումարած 0,5 անգամ 71, սա գերօքսիդի մոլային զանգվածն է, այսինքն 19,5 գումարած 35,5 կստանանք ուղիղ 55 գրամ։ Սա մեր առաջին ենթահարցի պատասխանն է։ Երկրորդ ենթահարցը թթվածնի քանակը կլինի 0,5x, այսինքն 0,5 անգամ 0,25, գումարած 0,75y, այսինքն 0,75 անգամ 0,5, ընդհանուր գումարով ստացվում է 0,5 մոլ։ Եվ թթվածնի զանգվածը 32 անգամ 0,5 ստացվում է 16 գրամ։ Այսքանը, սիրելիներս։